գիտեք, դուք պատրաստվել եք, որ այսօր գաք։ Պատկերացնում եք, ձեր տերն էլ է պատրաստվել, որ այսօր գա։ Փեսան պատրաստվել է, որ այսօր գա։ Քրիստոսի սիրտը գցում է մեզ համար։ Ամեն։ Եվ Տերը մեզ ասելիք ունի, սիրելիներ։ Տերը մեզ ասելիք ունի։ Եվ այդ ասելիքը ասեմ, որ դա նորություն չի։ Դուք այդ բաները շատ լավ գիտեք։ Բայց ուրեմն եթե էլի ասում, ուրեմն կարիք կա։ Ինչ որ բաներ կա, երևի ծուռումուռ, որ դրա հարցերը պետք է լուծենք։ Ամեն։ Փառք Աստծուն։ Ես հալված եմ Տիրոջ ներկայության մեջ, անկեղծ։ Գիտեք, մենք լսեցինք այս ամիսների ընթացքում այս վերջին կիրակների հավաքույթների ժամանակ հնչում էր խոսքը նոր Արարածի մասին, մեկ անգամ չէ, երկու անգամ չէ, այո, Հոյվ անընդհատ նոր Արարածի մասին տարբեր կողմերից ձայն բարձրացրեց, խոսք ազատագրեց, մենք լսեցինք Աստծո սիրո մասին, մենք լսեցինք Տիրոջը ճանաչելու մասին, ամեն։ Մենք լսեցինք իշխանության մասին, անհնազանդության մասին, գիտեք, դրանք բոլորը մեկը մեկի հետ շահկապված է։ Նա փափագում է, որ մենք ճշմարտությունը ճանաչենք եւ այդ ճշմարտությունով ազատ լինենք։ Պատկերացնում եք, մարդիկ փնտրում են ազատություն։ Տերը ուզում է, որպեսզի իր ճշմարտությունը իր որդիներին հայտնի լինի, որպեսզի որդիները իրականում ազատ լինեն։ Իրականում, որ մենք ոչ թե դիմակ հագած ազատ լինենք, բայց մեր սրտում ծանրությունով, այլ իրականում ազատ լինենք։ Կյանքը հեշտ չի։ Հեշտ բան չի։ Հավատացյալի կյանքը առավել եւս հեշտ բան չի։ Ամեն։ Մենք մեր կյանքում ջանք ենք թափում, ինչ որ բաներ ենք ձեռք բերում, հետո ինչ որ բաներ զոհում ենք, որպեսզի այդ ձեռք բերածը լավ պահենք, եւ դրանք լավ բաներ են։ Դա մեր ընտանիքի անդորն է, դա մեր հարազատների փրկությունն է, դա մեր առողջությունն է, դա մեր հարաբերություններն են, որ ուզում ենք ամեն ինչ մաքուր լինի, անարատ լինի, պաշտպանված լինի, եւ դրա համար իրականում ջանք է պետք թափել։ Ամեն դա իրան ուղղակի չի լինի, ոնց որ այստեղ լսեցիք խոսքը, չես կարող ասես հավատում եմ ու վсё։ Սենց հրաշք եղավ։ Երանի տենց լիներ, չէ՞։ Երանի այդպես լիներ, բայց եկեք հասնենք այն վիճակին, որ երբ որ մենք ասենք հավատում եմ, լինի։ Ես մտածում եմ դա հնարավոր է։ Գիտեք, մեզ ջանք է պետք, ամեն, որովհետև մի բանը, որ դժվար է, դա չի նշանակում, որ դա անհնարին է։ Այդ դժվարը պահելու համար մեզ ջանք է պետք։ Մեզ ինչ որտեղ ուժի կիրառում է պետք, մեզ կամքի դրսևորում է պետք, որ մենք հարատևենք, որպեսզի այդ դժվարը հեշտ դառնա, փոխվի, իրավիճակը փոխվի։ Այսօրվա իմ խոսքը ես անվանել եմ ում ձայնն եմ ես։ Ընծայի խոսքի ժամանակ արդեն շատ ընտիր նախաբան եղավ։ Ում ձայնն եմ ես։ Ամեն։ Երբեմն մենք այնքան խոսում ենք մեր դժվարությունների մասին, որ ասես ուզում ենք, որ բոլորը տեսնեն ինչքան ծանրային վիճակը։ Ինչքան ես հիվանդ եմ, ինչքան ես տանջված եմ, ինչքան ես չգիտեմ ինչ եմ, ու որ մտածում եմ, ուզում եմ հասկանամ, ինչի ենք մենք այդքան խոսում այդ դժվարությունների, տանջանքի, հոգսի մասին։ Խոսքը պարզ ասում է հոգս մի արա։ Չի ասում հոգսդ գովազդի։ Ասում է հոգս մի արա։ Տանջանքդ գրված չի, տանջանքիդ մասին այնքան բարձրաձայնի, որ քեզ տեսնողներն ասեն ոնց ճանապարհս թեքեմ, որտեվ անգիր գիտեմ, հեսա որտեղից է սկսելու ուրա հասնելու։ Կան չէ մեր շուրջը, դուք կգտնեք երևի հիմա այդ ումից ենք մենք տենց կուլտուրական փորձում խուսափել, որտեվ անգիր գիտենք իր դարդերը։ Եվ ինչի ենք խուսափում, որովհետև այդ մարդը ոչ մի կերպ չի ուզում փոխի իր իրավիճակը։ Նա իրեն այնտեղ շատ արդեն կոմֆորտ է զգում։ Տեղավորվել է հարմարավետ։ Անցյալ կիրակի օրը մենք այստեղ լսեցինք իշխանության մասին։ Ես ուզում եմ այդ խոսքը նորից կարդալ ձեզ համար։ Դա գրված է Ղուկաս 10:19-ում։ Ահա ես իշխանություն տվի ձեզ կոխել օձերի եւ կարիճների վրա եւ թշնամու բոլոր զորության վրա եւ ձեզ ոչինչ չի վնասի։ Ամեն։ Գիտեք, մի առակ կա, երևի դուք դա լսել եք։ Մի մարդ սարում ձմռանը մի սառած օձ է գտնում։ Եվ այդ օձին դնում է իր ծոցը, իջացնում է սարից, այդ ճանապարհին ինքն էլ է լավ տաքանում, օձն էլ է լավ տաքանում։ Եվ օձը ինչ անում։ Վերակենդանանում, ամեն ինչ կարգին է, տեղը տաք, հարմար, եւ պտտվում է ու այդ իրեն փրկող մարդուն կծում։ Եվ այդ մարդն ասում է, բայց ինչի, ես քեզ փրկեցի։ Ու օձը ասում է, բայց դու գիտեիր ես ով եմ։ Գիտեք, մենք ունենք իշխանություն այդ օծոտ
կարիճոտ իրավիճակների վրա մեր կյանքում։ Բայց չգիտես ինչի, մենք այդ օծին ու կարիճից լավ տակ պահում ենք, լավ տակ։ Միջև մի օր մեր ճչոցը դուրս գա։ Գիտեք դա ինչ ձևի ճիչ կարող լինի, ոչ թե sense ֆիզիկական ճչոց։ Կարող է ֆիզիկական լինի։ Այն որ զանգում են ում հնարավոր է, բրծեք, աղոթեք, փրկեք, չգիտեմ, հասելա բանը հասել այն վիճակին, որ էլ ոչինչ անել միգուցե հնարավոր չի։ Սիրելիներ, օծը մնում է օծ։ Օծը շատ խելացի, իմաստուն, պատասխան տվեց, ասում է դու գիտեիր ես ով եմ։ Գիտես, եթե ես հոգսեր ունեմ, եթե ես ժողովրդի լեզվով ասած դարդեր ունեմ, եթե ես խնդիրներ ունեմ, եթե ես հիվանդություն ունեմ, եթե ես խնդրեմ ունեմ, պետք չի դա այնքան պահել ու դառնալ դրա SMM մասնագետը, real marker-ը, չգիտեմ, գովազդային գործակալը, ժամանակակից տերմիններ ասեմ ձեզ։ Դուք գիտեք, այսօր մարդիկ սոցիալական կայքերում էջեր են վարում։ Եվ մրցակցություն ա, ում գովազդը ավելի լավ կլինի, ով ավելի հետաքրքիր իզյումինկայով կներկայացնի, ով ավելի գրավիչ վաճառք կանի այդ էջերով։ Ու մենք չենք նկատում, որ մենք մեր անձնական կյանքերում այտենց SMM-շիկներ ենք դարձել։ Լռություն, դարձել ենք։ Ես չեմ խոսում, որ մենք վարում ենք Instagram-ում կամ Facebook-ում կամ ինչ-որ այլ կայքում էջ եւ մենք մեր դարդերն ենք ներկայացնում։ Ես խոսում եմ, որ մենք դա ներկայացնում ենք մեր առօրյա կյանքում։ Ասեմ, որ սա շատ վտանգավոր է։ Եկեք հիշենք, որ մենք իշխանություն ունենք օծոտ ու կարիճոտ իրավիճակների վրա, բայց մենք այդ օծերին ու կարիճներին այնպես ենք տաքացնում, գովազդում։ Եկեք վախենանք, մի օր իրանք կկծեն։ Այդ ժամանակ Աստված ոչինչ չի խոստացել քեզ, ինք ասել է քեզ իշխանություն եմ տվել։ Ասա իշխանություն։ Ամեն։ Գիտեք, դժվարությունները չեն որոշում մեր արժեքը։ Մեր արժեքը որոշվել է Քրիստոսի կյանքի եւ արյան գնով։ Երբեմն մենք ներկայացնելով մեր դժվարության չափը կարծում ենք, որ մենք հեսա մի այնպիսի պատկեր կստեղծենք մարդկանց շուրջը, որ միգուցե իմ օգնությունը կգա նրանցից, միգուցե ես կարժանանամ իրենց խղճահարությանը, ինչ որ մեկին պետք է, ինչ որ մեկի խղճահարությանը արժանանա։ Լսեք, Տերերի Տերը մեզ ազատել է։ Խղճահարություն ստեղծել, արժանացնել դա Աստծո որդիների գործը չի։ Մենք ուրիշ գործ ունենք անելու։ Մենք գործ ունենք ճանաչելու այն ճշմարտությունը եւ խոսելու այդ ճշմարտության մասին։ Հիսուսն ասեց գնացեք ավետարանը քարոզեք գնացեք աշխարհով մեկ եւ ավետարանը քարոզեք ամեն արարածի։ Գիտեք, քարոզում ենք խոսքով, քարոզում ենք գործերով, քարոզում ենք վերաբերմունքով, ահա թե ինչի գովազդողները, ինչի SMM-շիկները մենք պիտի լինենք։ Արքայության, ասա արքայության։ Եվ որպեսզի հասկանանք այդ արքայությունը ինչ է, մենք կարիք ունենք կարդալ խոսքը։ Ոմանք ունեն թղթային տարբերակը, ոմանք ունեն թվային տարբերակը։ Կապ չունի դու խոսքը որ տարբերակով ես կարդում, բայց կարդաս աղոթելով, կարդաս երկրպագելով, կարդաս առավոտյան, կարդաս կեսօրին, կարդաս երեկոյան։ Հասկացեք, դա է տալիս մեր ներսի մարդուն հաց, դա է տալիս մեր ներսի մարդուն զորություն։ Մենք չենք կարող Աստծո խոսքից դուրս կռիվ տանք, զորություն խաղանք, չենք կարա, մենք կպարտվենք, որովհետև զորություն չկա։ Եթե ես այս կողմի վրա անընդհատ գովազդում եմ իմ խնդիրները, եւ Աստծո ճշմարտությունը այս կողմի վրա է, ոնց ես մտածում, պատկերացրու սա նժար է։ Եթե ես անընդհատ այս խոսքն եմ խոսում, որ ինձ դժվար է, դուք ինձ չեք հասկանում, ինձ ծանր է, դե ձեզ հեշտ է, դե ձեզ ինչ կա, դե ձեր հավատքից ով ունի, Աստված ձեզ օրհնում է, իսկ ես մենակ եմ այս ամեն ինչը անում։ Չթվարկեմ էլ ինչեր, դուք շատ լավ գիտեք ում ներսում ինչ խոսակցություններ ա գնում։ Մենք ծանրացնում ենք այս նժարը եւ թեթևանում է Աստծո խոսքի ճշմարտության նժարը մեր կյանքում։ Դրա համար եմ ասում, սիրելի եկեղեցի, ում ձայնն եմ ես։ Ես չեմ կարող քեզ համար կանգնել 100%-ով։ Ես կարող եմ միացնել իմ հավատքը քո հավատքին եւ բարեխոսել քո համար, քո հետ միասին։ Բայց իմ կյանքի համար ես պիտի կանգնեմ նախ եւ առաջ։
Եթե ես անդադար PR եմ անում, գովազդում եմ, այստեղ իմ խնդիրները, այնտեղ թռավ չկա, դատարկվեց։ Չկա զորություն, եթե չկա զորություն, ես այդ կարիճ իրավիճակների հետ ոնց վարվեմ ու հաղթեմ։ Միթե դա նոր Արարածին համապատասխան բան է, ոչ։ Ծննդոց առաջին գլխի հենց առաջին խոսքերից մենք կարդում ենք, որ Աստված ստեղծեց երկիրն ու երկինքը, երկիրը անձև ու դատարկ էր։ Ինչքան անձև ու դատարկ իրավիճակներ կան մեր շուրջը։ Շատ։ Որը գիտենք, որը չգիտենք։ Խելքից դուրս, անձև ու դատարկ իրավիճակներ, մեր անձնական կյանքերում, մեր ընտանիքների մեջ, մեր հարազատների մեջ, մեր հարևանների կյանքում, մեր շենքերում, մեր քաղաքում, ինչքան անձև ու դատարկ վիճակ կա։ Ինչ անենք։ Ինչ անենք։ Հիսուսից սովորենք։ Տեսնեք ինչ արեց Աստված։ Աստված նայեց գրված է, որ ասեց լույս լինի եւ լույս եղավ։ Ցնցողա, չէ՞։ Աստված խավարի հետ կռիվ չտվեց։ Չասեց այ խավար, ավազակ, ես ոնց ես դու եկել իմ տարածքները վերցրել, հեսա չգիտեմ ինչ, գորգորար, աղոթկաներ։ Ասեց լույս լինի։ Ինչ էր պետք, լույս էր պետք։ Ինչ պետք էր, դա էլ ասեց։ Այն ամբողջ իշխանությամբ, ինչ որ ինքը ունի։ Ու պատկերացնում ես այդ իշխանությունը այսօր մեզ ա տրված։ Ոչ թե Աստծուց վերցված մեզ ա տրված, այլ Աստված մեզ էլ ա տվել այդ իշխանությունը։ Ամեն։ Դուք մտածում եք, ոնց իշխանություն գործադրեք ձեր իրավիճակների վրա։ Հետո ինչ եղավ, ասում հետո հասանք ջրերին, ասում ջրերի մեջտեղը հաստատություն լինի։ Ջուր, ջրեր։ Ջրերի մեջ կարելի է խեղդվել, բայց կարելի է խոսել հաստատություն։ Եվ Աստված չխառնվեց իրար, ասեր, վայ, բա այս հարցը ոնց եմ լուծելու։ Հաստատություն լինի։ Ու եղավ։ Լինի ու եղավ։ Այսինքն ստացվում է մենք հստակ պետք է իմանանք Աստծո կամքը մեր անձև օծոտ կարիճոտ իրավիճակների համար եւ լինենք Աստծո ձայնը մեր կյանքում եւ խոսենք դա։ Եվ ինչ պիտի լինի։ Պիտի լինի։ Մի երկու օր առաջ մտա խանութ, դռների մոտ լսեցի մի խոսակցություն, մի քիչ ես սուր եմ տենց բաները, արագ եմ տեսնում ու լսում, անկախ իմ կյանքից, կամքից, երբեմն դա իմ կյանքում այդքան մեծ օրհնություն չի, որ մի քիչ շուտ եմ տեսնում ու լսում, բայց չգիտեմ, Աստված ինձ տենց ա ստեղծել։ Ու իմ ականջին ընկավ, որ գնորդները, որ արդեն խանութից դուրս էին գալիս, ասցին, դե ոչինչ, հիվանդությունն էլ է մարդու համար։ Ու հաջողարեցին դուրս եկան։ Այ, ոնց ես համաձայն չեմ այդ արտահայտության հետ։ Ինչ է նշանակում հիվանդությունը մարդու համար է։ Կա ձեր մեջ մարդ, որ մտածում է հիվանդությունը մարդու համար է։ Փառք Աստծուն, մենք սուրբ կենթանի անարատ Քրիստոսին ճանաչող եկեղեցում ենք։ Ամեն։ Հիվանդությունը մարդու համար չի, սիրելիներս։ Այդ մարդիկ հրաշքով բժշկվել էին, չգիտեմ ոնց, ինչ, փառք Աստծուն, արդեն հիվանդությունը նրանց հետ չէր, բայց երբեք մի եղիր այդպիսի ձայն քո կյանքի մեջ։ Մի եղիր, ես փոքրուց շատ եմ լսել այդ բանը, դե ոչինչ, խնդիրն էլ է մարդու համար, դե ոչինչ, հիվանդությունն էլ է մարդու համար։ Գիտեք, երբ որ դուք անդադ դա լսում եք, դա դառնում է բնական ձեզ համար։ Ու ցանկություն էլ չկա պայքարել դրա հետ, որովհետև մտածում ես, դե հո ես առաջինը չեմ, վերջինը չեմ, ոնց հասկացա իմ մանկությունից տեսել եմ, որ դա մարդու համար է։ Առաջինը չեմ, բայց վերջինը կլինեմ։ Կկանգնեցնեմ ես դա իմ վրա եւ իմ սերնդի վրա այդ անեծքը, որ հիվանդությունը մարդու համար է։ Ամեն։ Կլինեմ Աստծո ձայնը իմ կյանքում։ Ամեն, սիրելի եկեղեցի։ Դու ոգևորվում ես այդ ճշմարտությունից, թե չէ։ Աստված ամեն բան խոսքով ստեղծեց։ Գիտեք, Տերը չի ծերացել, նա չի հոգնել, նա ուժից չի ընկել, նրա իշխանությունը չի պակասել, այսքան տարի այնպես չէր, որ կար մի հատ X չափ այդ իշխանության կամ զորության, նա արարեց, գործի դրեց, հրաշքարեց, եկավ հասա վերջին ժամանակներ ու ինչ որ բան պակասեց։ Ոչ, դա այդպես չի։ Դա այդպես չի, ասա դա այդպես չի։ Ամեն։ Եվ իշխանությունը այսօր այդ օծերի, կարիճների վրա, այդ անձև իրավիճակների մեջ լույս խոսալու, ցամաք խոսալու իշխանությունը մեզ ա տրված։ Ամեն մեկիս կյանքի մեջ
Մեր ձեռքը դիր քո վրա ասա, իմ կյանքի մեջ ինձ ատրված իշխանություն, խոսելու Աստծո ճշմարտությունը, արձակելու Աստծո լույսը։ Ամեն։ Գործի դիր այդ իշխանությունը։ Գործի դիր, ով պետքա գործի դնի։ Եթե դու ասես ինձ ատրված եւ գործ ջանք չանես, ես սկզբից ասացի, չէ, մեզ պետքա ուժի կիրառում, մեզ պետքա կամքի դրսևորում, մեզ ջանքա պետք որպեսզի այդ դժվարները փոխվեն։ Ոչ մի բան հենց այնպես չի լինում։ Երբ որ քո երեխան ինչ-որ մի բան առաջին անգամ անում ու սենց դողդողալով, միգուցե քո սիրտը գցում ասում ես երանի ստացվի, չէ՞, միգուցե որպես ծնող սենց կանգնած սիրտդ գցում է, որ ստացվի, որ ինքը հանկարծ չընկճվի, չթուլանա, ու երբ որ ստացվում է, ինչ է, բոլորով գոռում եք ուրախությունից։ Բայց երբ որ չի ստացվում հանկարծ ինչ-որ մի բան, չես ասում, չէ, անպետքի մեկը, ասում ես էլի փորձի, հաստատ գիտեմ ստացվելու է։ Գիտես Տերը այդպես մեզ ասում է էլի փորձի այդ իշխանությունը գործի դնել, էլի փորձի այդ զորության ջրհորներից հանել, էլի փորձի, քո մոտ ստացվելու է, դու քանի հաղթանակ արդեն ունեցել ես, ինչ ա փոխվել, ոչ մի բան, դու ավելի ես զորացել, դու վկայություններ ունես, էլի փորձի եւ դու փորձում ես ու ստացվում է։ Ամեն։ Գիտեք, մի բան էլ ասեմ այդ նժարների հետ կապված, ես ուղղակի առավոտ ծառայությունից առաջ աղոթում էի ու այսպիսի մի բան տեսա, որ երբ որ մենք լռում ենք եւ չենք խոսում Աստծո վկայությունները մեր կյանքում, մենք էլի այդ զորության նժարը թուլացնում ենք։ Ես գիտեմ շատ մարդիկ, ովքեր լուրջ հիվանդություններից ազատվել են, բժշկվել են։ Բայց մեր մշակույթի պատճառով նրանք չեն կանգնում ու վկայում Աստծո գործերը։ Եվ դա խլում, պակասացնում է իրանց այդ զորությունը։ Իշխանությունը էլի քոնն է։ Ես գիտեմ մարդիկ, ովքեր ազատագրվել են տարբեր մեղքերից, տարբեր պիղծ բաներից։ 10 գիտեմ, 100-ը չգիտեմ, որովհետև չեն վկայում։ Միգուցե Ամերիկայում նստեն, տենց հանգիստ ասեն եւ ծափահարեն, որ այդ մարդը տենց դավա։ Ես հասկանում եմ, կա մշակութային խնդիր, բայց սիրելիս, եթե մենք դրանով առաջնորդվենք եւ մենք չվկայենք Աստծո գործերը մեր կյանքում, մենք էլի պակասեցնում ենք այդ զորության նժարը։ Թեթևացնում ենք դա։ Թեթևացնում ենք, որովհետև չենք խոսում վկայությունները։ Հիշում եք Հարուրապետի պատմությունը, Մատթեոս 8:5-10 խոսքերում է դա գրված։ Այս մարդու շուրջը էլի անձև վիճակ էր։ Գրված է, որ նրա ծառան, ես չգիտեմ ինչ էր եղել, ասում անդամալուց ընկած էր եւ տանջվում էր։ Եվ գիտես, Հարուրապետը վազեց Հիսուսի մոտ, մի անգամից ճիշտ տեղ եկավ։ Ու պատմեց իրավիճակը ու Հիսուսը պատրաստ էր այդ ամենը թողել, ինչ որ ինքը անում էր, եւ գնալ, որպեսզի բժշկի ծառային։ Նա չէր ասում ծառային, ծառայ այլ երբեք։ Նա պատրաստ էր գնալ բժշկելու, բայց գիտեք Հարուրապետը ինչ ասեց, գիտեք։ Ասեց մի րոպե, մի արի։ Ես ինքս իշխանություն ունեցող մարդ եմ, եւ ես գիտեմ, ում ասում եմ գնա, գնում եմ, ում ասում եմ արի, գալիս է։ Մի խոսք ասա եւ իմ ծառան կբժշկվի։ Եվ գիտես, այդ Հարուրապետի այդ վստահությունը, հայտնությունը, համոզմունքը, այդ ամենը ուղղակի ասում է զարմացրեց Հիսուսին։ Ես հիմա չեմ կարդա, տանը կկարդաք, զարմացրեց Հիսուսին։ Եվ ասում է, երբ որ Հիսուսը լսեց, զարմացավ եւ ասեց. «Ետևից եկողներին ճշմարիտ ասում եմ, Իսրայելի մեջ էլ այսպիսի հավատք չգտա»։ Այդ մարդը բժշկվեց առանց ինչ-որ մեկի ֆիզիկական ձեռնադրմամբ։ Առանց ինչ-որ մեկի երեսն ինչ-որ մի հավատացյալի երեսը տեսնելու։ Գիտեք, այսօր մենք աղոթելու ենք հիվանդների համար։ Եվ ես գիտեմ, որ կան եկեղեցուց շատ մարդիկ, որ հիմա տանը ոմանք ջերմությունով, ոմանք ուրիշ խնդիրներով պարկած են։ Եվ ես գիտեմ, որ այդ աղոթքի ժամանակ լինելու այն, ինչ որ եղավ այս Հարուրապետի ծառայի հետ, որ մենք այստեղ, ինչպես ընտանիք, իշխանությամբ կազատագրենք զորություն, ամեն, եւ այնտեղ այն մարդիկ առանց լսելու այստեղ խոսքը, առանց ֆիզիկական ձեռնադրության իրանք կվերապրեն Տիրոջ բժշկությունը Հիսուսի անունով։ Սիրելի եկեղեցի, սա է Տիրոջ կամքը մեզ համար, եւ Տերն ուզում է, որ մենք իր ձայնը լինենք։ Հիշում եք Պետրոսին, երբ որ քայլեց ջրի վրայով։ Ես մի ամիսը չեմ, երկու ամիս չեմ հանդարտվում, անընդհատ դրա շուրջ ցենց խորհում եմ, խոսում եմ, պատկերացրեք փոթորիկ, երբևէ էկրաններից այն կողմ, չասեմ իրականում, նավի մեջ փոթորիկ տեսել եք։
Ոչ մի բան իր տեղում չի։ Աղմուկ այդ ջրի ձայնից։ Երբ որ քանիսը ձեզանից ջրի ծորակը բացած եք եղել ու ինչ որ մեկը կողքի սենյակից բան ասել, դուք չեք լսում, չէ՞։ Ջրի ծորակի ձայնից ընդհանրեն այդ փուչուրիկ հոսքից։ Հիմա դու պատկերացրու ծովի մեջ փոթորիկ։ Եվ աշակերտները նավով անցնում են մյուս ափը, որտեղ Հիսուսն ասել է գնացեք, անցեք մյուս ափը։ Եվ այդ փոթորիկի մեջ հանկարծ աշակերտները տեսնում են ինչ որ մեկը հանգիստ գալիս է։ Բայց այդ ինչ որ մեկը շատ լավ տեսնում է ոնց են վախեցել աշակերտները։ Եվ անմիջապես հանդարտեցնում է։ Սիրելիս, երբ որ քո կյանքում փոթորիկ է, Հիսուսը տեսնում է դա։ Ու ինքը գիտես ինչ է ասում, քեզ ասում է՝ մի վախեցի, ես եմ։ Այդ ես եմ գալիս, ես քո մոտ եմ։ Փոթորիկից մի վախեցի, ինձ նայի, ես եմ, ես էստեղ եմ, ես դեպի քեզ եմ գալիս։ Ինձ նայի։ Եկեք անկեղծ, քանիսի կյանքում կա հիմա դժվար վիճակ։ Նման այդ փոթորիկին, կապ չունի ֆինանսական, առողջական, ընտանեկան, կապ չունի, դժվար վիճակ։ Ես ինքս բժշկության կարիք ունեմ, ես չեմ ամաչում դրա մասին ասել եւ ձեռքս բարձրացնել։ Եվ ես ինքս ամեն օր Աստծո ձայնն եմ իմ կյանքի մեջ, որովհետեւ ես գիտեմ, որ Հիսուսն ասում է՝ ես եմ։ Մի վախեցի, ես եմ, ես քո մոտ եմ գալիս։ Գիտեք ինչն էր ցնցող, որ այդ փոթորկի, այդ ջրերի, այդ սարսափելի խշշոցի մեջ Հիսուսի ձայնը աշակերտները լսեցին՝ մի վախեցեք, ես եմ։ Դες փոքրիկ անձրև է, չէ՞, բայց ուշադրություն է, կտկտոցը։ Փոթորիկ էր։ Եվ աշակերտները լսեցին Հիսուսի ձայնը։ Ես չեմ կարծում, որ նա ռուպերով ինչ որ կամ բարձրախոսով գոռաց ես եմ, բայց նա ունի այդ հնարավորությունը խոսա քո հոգու մեջ, իմ հոգու մեջ, իմ սրտի մեջ, ու ասի՝ մի վախեցի, ես եմ։ Եվ գիտեք հետաքրքիրը որն է, որ մենք դա լսում ենք։ Այս շարունակությունն է պետք անել, ինչքանով պահում ենք դա։ Ինչքանով չենք փոխում դա ու տեղ տալիս թշնամու ձայնին ու հա, այդ քեզ թված, դե լավ, Աստված այնքան լուրջ բան է։ Ինձ այնքան են ասել, Աստված լավ, այնքան լուրջ բաներ ունի, լուրջ աղոթքներ ունի պատասխանելու, իմ աղոթքին պիտի պատասխանի։ Ու ես ասում եմ, ինչ մեղք եք, դուք ընդհանրապես չեք ճանաչում ով է Հիսուսը։ Այո, հենց քո աղոթքին։ Հենց քո աղոթքին, որ աղոթում ես այդ օրվա 1000 դրամի համար, հենց քո աղոթքին, որ աղոթում ես օնկոլոգիայից բժշկվելու համար, հենց քո աղոթքին, որ աղոթում ես բարեկամիդ նարկոմանիայից ազատվելու համար, խաղամոլությունից ազատվելու համար։ Միգուցե մեկը աղոթում է, որ 5 րոպե երեխան ուշացել է, սիրտը գցում է, այս ինչ եղավ այս երեխան։ Գիտես, մեծ փոքր խնդիր չկա, Հիսուսը լսում է քո աղոթքը եւ պատասխանում է։ Գիտեք, Պետրոսը այդ ամեն ինչի մեջ, ես երկարացնում եմ, որ փորձես պատկերացնել։ Ինքը ինչ արեց, ինքը ասեց, թե որ դու ես, ասա, որ ես գամ։ Այդ աղմուկը պատկերացնում եք, ոնց պիտի Պետրոսը գոռար նավի միջից, որ Հիսուսն այնտեղ լսեր։ Բայց Հիսուսը լսում է մեր աղոթքը։ Ինչքան էլ դա շշուկով կլինի, ինչքան էլ լացելով կլինի, աղերսելով կլինի, հոնքուր սենց արցունքների մեջից կլինի, ինքը լսում է։ Այսինքն մեր շուրջը եղած իրավիճակները չեն, որ կարան իմ եւ իմ Տիրոջ զրույցին խանգարեն։ Ասաց, եթե դու ես, ասա, եկ, ասա հրամայի, որ գամ։ Հիսուսն ասեց, եկ։ Ոնց որ ասես, թող լույս լինի, թող ցամաք լինի, հաստատություն լինի, եկ։ Պատկերացնում եք, մենք էլ պիտի սովորենք Հիսուսի պես խոսել, իշխանությամբ եւ կոնկրետ։ Ոչ թե կես ժամ պատմենք ու տենց էլ Տերը չհասկանա, կողքինը չհասկանա, ինչ է այս մարդն ինձնից ուզում։ Հստակ։ Ինչ է մեզ պետք, ասցիեք։ Հիմա պատկերացրեք այդ նավը։ Ես չգիտեմ նավեր, նավակեր, ինչ չափի էր, բայց ինչ չափ էլ որ լինի, նա խիզախվեց իր ոտքը, այդ հանգիստ կանգնած չէր այդ նավը։ Ափին չէր կանգնած, խարիսխը գցած չէր, ինքը փոթորիկի մեջ էր։ Ու ինչ արեց Պետրոսը, ինքը խիզախվեց իր ոտքը նավից հանի եւ դնի ջրի վրա։ Ժողովուրդ, ես չգիտեմ դուք ոնց եք սա պատկերացնում, բայց սա ցնցող բան է։ Սա անհնարինի ոլորտից է։ Դրա համար կոչվում է գերբնական։ Սա բնական չի։ Շատ անգամ
մենք մեր դժվարության իրավիճակի մեջ վախենում ենք, չէ, դժվարության չէ, մեր հաղթանակի մեջ վախենում ենք, ասենք, Տեր, շնորհակալ եմ, որ դու ինձ այս հաղթանակը տվեցիր։ Գիտես, նկատել եք, ես ճանաչում եմ տենց մարդկանց։ Բժշկվել է արդեն, տեղ չի ցավում, մի քանի անգամ ասել է, որ չի ցավում, ու հանկարծ մեկ էլ որոշում է, չէ, սպասի տքամ նավսյակի։ Կարող է հələ լրիվ չեմ բժշկվել։ Մենք մեր հաղթանակի մեջ անգամ երբեմն չենք խիզախվում։ Այս մարդը, այդ եկ բառը իրան հերիք էր։ Եվ դրանից առաջ էլ կար ես եմ, մի վախեցեք։ Դա իրան լրիվ հերիք էր։ Ու ինքը իջացրեց իր ոտքը նավից։ Ու գրված է, որ նա քայլեց։ Որ գոնե հարթ ջուր լիներ։ Մի ձև մի բան կհորինեինք, կասեինք, տակ այդ պահին ամրություն կար, չգիտեմ ինչ, ալիքներ են, աննորմալ, անկառավարելի ալիքներ են, եւ նա քայլեց ինչպես գետնի վրայով։ Պետրոսը քայլեց ինչպես գետնի վրայով։ Ես մի ժամանակ առաջ աղոթում եմ, ասում Տեր իմ, ոնց, ես էլ եմ ուզում, ոչ թե ուզում եմ գնամ Սևանի վրայով քայլեմ կամ Սև ծովի, ճիշտ հասկացեք, ուզում եմ քայլել իմ այդ փոթորկոտ իրավիճակների վրայով այնքան հանգիստ ու գնամ դեպի Քրիստոսը, ոնց որ Պետրոսն էր գնում։ Շարունակության մասին չխոսենք, դա այսօրվա թեմայի հետ կապ չունի։ Մենք կենտրոնանանք նրա վրա, որ Պետրոսը լսեց ու քայլ արեց։ Մենք ամեն կիրակի գալիս ենք այստեղ լսում ենք Աստծո հրաշալի խոսքը։ Բայց արդյոք մենք խիզախվում ենք մեր ոտքը նավից դուրս հանենք։ Գիտեք, մարդը ինքը ապահովության կարիք ունի, գիտեք այսինքն։ Եվ երբեմն, երբ որ մենք չենք համագործակցում Տիրոջ հետ, մենք ինքներս ավտոմատ, մեխանիկորեն արդեն մեր ապահովությունը ստեղծում ենք։ Մարդկային ապահովությունը։ Մեր համար, մեր ընտանիքի անդամների համար, մեր սերունդի համար, եւ դա երևի հոգում ենք, հա, մեզ համար, մեր հարազատների համար, բայց Տերը ուզում է, որ մենք իր հետ անենք, որտեվ այդ մարդկային ցանկացած պահի կարա այն քարտային տնակի նման, ովքեր են փոքր ժամանակ քարտերից տնակներ պատրաստել, սենց մի բան նիտու ու սեղանին մեկը անցավ կպավ կամ արագ անցավ, քանդվում է, բայց մեզ թվում է թե դա սենց հիմնային էր։ Ու ես մտածում էի Տեր ջան, ոնց ու չգիտեմ դա Աստված ինձ ասեց, թե իմ շատ էի ուզում իմանալ իմ մտքի պտուղներ, բայց ես հիշեցի մի տեղ Աստվածաշնչից, դա Մատթեոս 8-ում է, 8:23-ից 27 խոսքերը, երբ որ էլի ջուր, էլի նավ, էլի փոթորիկ, էլի աշակերտներ, էլի Հիսուս, բայց այս անգամ միասին են նավի մեջ։ Եվ Հիսուսը քնած է։ Բայց ես ուզում եմ, որ երբ որ դուք տանը կկարդաք, այդ գլուխը մի քիչ վերևից կարդաք։ Այդ օրվա մեջ միջև Հիսուսը կհասներ նավը կքներ, ինչեր էր եղել։ Ասեմ ինչեր էր եղել։ Ուրեմն այդ օրը ամբողջ Հիսուսը ծառայել էր մարդկանց։ Նա բժշկել էր հարուրապետի ծառային ու մասին ասեցի քիչ առաջ։ Հետո Պետրոսի զոքանչին, սա շատ կարևոր գործ է։ Հետո դիվահարներ են բժշկվել, դիվահարների էր ազատագրել խոսքով, առանց ճվալու, ճչալու, ձեռնադրելու, խոսքով դուրս արի ու դժոխքը ենթարկվում է։ Հետո մարդիկ էին եկել նրա մոտ խորհրդատվության։ Հետո աշակերտներից մեկը շատ հետաքրքիր հարցով եկավ, ասեց. հրաման տուր գնամ հորս թաղեմ։ Հրաման, ինչի եմ սա ասում, որ հասկանաք, որ հրամանը իշխանությամբ է ասվում։ Եվ դա պետք է ասվի։ Մենք չենք կարող ասել հավատում եմ ու լռենք։ Մենք չենք կարող ասել հրամայում եմ ու լռենք։ Չի լինի դա պետք է իշխանությամբ ազատագրվի։ Եվ Ղուկաս 4-ում այս նույն պատմության մեջ գրված է, որ նա այդ օրը նաև սովորեցրել էր ժողովրդին եւ այսքանից հետո Հիսուսը համարձակվել էր քնել։ Բարձի վրա գլուխը դնի եւ քնի։ Գիտեք, խասի համարձակվել էր։ Մենք ենք որոշում Հիսուսը ինչ պիտի անի։ Նա քնած էր, հանգիստ, բարձի վրա, այսքան ծանր օրից հետո։ Եվ նորից փոթորիկ, նորից խառնաշփոթ, նորից չգիտեմ ինչ։ Եվ էլի ժամանակակից ձևով ասեմ, հա ձեզ, ես գրել եմ, որ բամբաս չթողեմ։
Պատկերացրեք, եթե նրանք ապրեին մեր օրերում եւ ունենային այս տեխնիկայի զարգացման բոլոր հնարավորությունները, ես մտածում եմ նրանք հրապարակումներ կանեին իրանց սոցիալական էջերում։ Օրինակ աշակերտների հրապարակումները այսպես կլինեին, ենթադրում եմ։ Վարդապետը հանգիստ քնած է այն դեպքում, վարդապետը հանգիստ քնած է այն դեպքում, որ իրեն մենք այսքան հավատում եւ վստահում էինք, կամ գրեին, լայվ մտնեին այդպես ասել, կամ գրեին, փոթորիկը մեզ խեղդում է, բայց վարդապետը քնած է, տակնել #կորչում ենք, #քամին չի կանգնում, #Տերը քնած է, #Հիսուսի համար միևնույն է։ Հետո հաջորդ պոստը կարող լիներ. մենք Տիրոջ հետ նավ բարձրացանք հավատալով, որ մեզ նա չի թողնի, բայց ահա ալիքները ծովը կտանեն մեզ, իսկ նա բարձի վրա քնած է։ Ուր է մեր օգնությունը։ Ենթադրում եմ, որ Պետրոսի էջում, հուսով եմ երկնքում Պետրոսը չի նեղանա ինձանից, Պետրոսի էջում միգուցե գրված լիներ այսպիսի պոստ. Աստված լուր է, նա քնած է այս փոթորկի մեջ, բայց գուցե նա սպասում է, որ մենք իրեն արթնացնենք։ Եվ գիտես, իրականում Աստված երբեք չի քնում։ Եթե անկեղծ լինենք, մենք ենք քնում։ Ու բաց ենք թողնում են շարժը, այն ընթացքը, որը Տերի ունի մեզ համար։ Եվ Հիսուսը արթնացավ, հանդարտեցրեց փոթորիկը, եւ եզրապակիչ պոստը, սա էլ պիտի կարդամ ձեզ համար։ Երբ Աստված լուր է, դա չի նշանակում, որ նա բացակա է։ Նույնիսկ երբ նա քնած է թվում, նա դեռ նավում մեզ հետ է։ Հավատքը Հիսուսը նավում, մի վախեցիր, հավատքը փոթորկից վեր է։ Գիտեք, հեշտ է փոթորկի հանդարտվելուց հետո նման պոստեր հրճակել, ասել. «Օ, իմ Տերը զորավոր է, նա եկավ, հասավ», բայց որ նկարենք ինչ էինք անում, մենք ոնց էինք մենք մեզ դրսևորում եւ պահում միջև հասնելը, արագ-արագ կջնջենք դրանք, չէ՞։ Գիտեք, այս եզրափակիչ հրապարակումը դա պետք է լիներ միակը եւ սկզբից։ Որովհետեւ մենք Հիսուսի հետ ենք գնում, մենք Հիսուսի հետ ենք մտել նավը, մենք Հիսուսի հետ ենք շարժվում։ Նա մեր նավում է։ Նա քնած է, բայց նա անջատված չէ։ Իսկ հիմա արդեն նա այնտեղ մարդ էր ֆիզիկական, նա քնած էր, բայց հիմա նա քնած չի քնում, Իսրայելի Աստվածը երբեք չի քնում, նա չի ուշանում, նրա ուժը չի պակասել։ Ես Աստծո ձայնն եմ իմ կյանքում։ Ես Աստծո ձայնն եմ իմ կյանքում։ Մի քանի օր առաջ, մի ամիս առաջ դժվարություն կար եւ ես աղոթում էի ու սենց բան եմ ասում եմ, Տեր, ես հրճակում եմ, որ բոլոր պատերը, որ հիմա կան, դառնան դռներ ինձ համար, այս իրավիճակի մեջ։ Եվ լսում եմ Տիրոջ նուրբ ձայնը իմ հոգում։ Մի անգամ է Տերը խոսում։ Ինքը չի աղաղակում մեր նման առավոտից երեկո, ուզում եմ։ Մի անգամ ասում, եւ մենք պիտի բռնացնենք, լսենք դա։ Շատ նուրբ ձայնով ասեց. Ես եմ դուռը։ Ես եմ դուռը։ Ու իմ աղոթքի որակը միանգամից ասենց փոխվեց։ Ես սկսեցի հրճակել, որ ես խաչի պատճառով մտել եմ Քրիստոս դռնով, որ իմ հնարավորությունն է։ Ես խաչի պատճառով մտել եմ Քրիստոս դռնով, որ իմ բժշկությունն է։ Ես խաչի պատճառով մտել եմ, ես անցել եմ այդ դռնով, անցել եմ եւ մտել եմ։ Փոթորիկը մնացել այնտեղ։ Հիվանդությունը մնացել այնտեղ, դժվարությունը մնացել այնտեղ։ Ես անցել եմ Քրիստոս դռնով։ Ես անցել եմ։ Սիրելիս, եթե դու ուզում ես անցնես, եթե դու ուզում ես տեսնել քեզ անցած այդ դռնով, դու պետք է խոսես դա քո կյանքում։ Խոսես այնքան, որ Քրիստոսի ձայնը քո կյանքում, քո շուրթերից այնքան հնչի, որ դու արդեն տեսնես քեզ անցած այդ իրավիճակով, այդ դռնով անցած, եւ փակես այն դռները, որը բացվել էր, որ դու հայտնվել ես դրա մեջ։ Գիտեք, երբ որ մեր կյանքում դժվարություն կա, պատկերացրեք, ես սա ասելով գիտեք ինչ հիշեցի, Ֆորտ Բոյարդ բոլորը տեսել եք։ Հիշում եք այն սարսափելի նեղ, պուճուր, օծոտ, կարիճոտ, բառիզբունի մաստով սենյակները, որ Ֆորտ Բոյարդում կա։ Երբ որ մասնակիցը մտնում այնտեղ, ինքը ժամանակ ունի 15 վայրկյան, թե ինչքան, եւ ինքը պիտի հասցնի այդ բանալին գտնի, եթե չէ ինքը կմնա գերի կարիճների մոտ։ Այդ սենյակից
Նա ուզում է շատ արագ դուրս գա։ Նրան հաճելի չի կմախքների, կարիճների, օծերի հետ մնա այդ սենյակում, մթության մեջ, ծխի մեջ։ Նրան հաճելի չի։ Նա ամեն ինչ անում որ դուրս գա։ Ու գիտես, նա պատերին չի խփում որ դուրս գա։ Նա գիտի որտեղով է մտել։ Արագ դուռը գտնում է ու դուրս է գալիս։ Սիրելիներս, եթե մենք դուռ ենք բացել մեր կյանքում մեղքի, որը մեզ խանգարում է, որ մենք հայտնվենք Քրիստոս դռնով անցնենք այն կողմ, մենք պիտի այդ դռները փակենք, որ մենք կարողանանք Քրիստոս դռնով անցնենք։ Ամեն։ Եվ մեզ պետք է խիզախություն, որ մենք վկայենք նրա գործերը մեր կյանքում եւ խոսենք նրա ճշմարտությունը այդ իրավիճակների համար։ Ես կխնդրեմ, որ դաշնակահարը գա։ Մենք չենք կարող փոթորկի մեջ ջրերի վրայով քայլել, ինչպես գետնի վրայով, եթե մենք կենտրոնացած չենք Քրիստոսի վրա։ Մենք չենք կարող, բայց քանիսդ ուզում եք, որ մենք այդպես գերբնական փորձառություն ունենանք, ես շատ եմ ուզում, որովհետև Քրիստոսը մեզ դրա համար է փրկել։ Նա մեզ չի փրկել, որ մենք մնանք նորից հիվանդության մեջ, մնանք աղքատության մեջ, մնանք դժվարության մեջ, մնանք անհուսության մեջ, մնանք անհարմարության մեջ։ Նա մեր համար կյանք ունի, լույս ունի, ապագա ունի, նա արքայության դրսևորում ունի մեզ համար։ Եվ մենք կարիք ունենք այստեղ երկրի վրա բացահայտենք այդ արքայության ճոխությունը, վերապրենք դա, խոսենք դա մեր կյանքում։ Այնքան խոսենք, որ մենք տեսնենք, որ մենք վաու, վաղուց արդեն անցել ենք այդ դռնով։ Այս ինչ հետաքրքիր է։ Այս ինչ հետաքրքիր է։ Տերելի եմ ուզում, ավելի եմ ուզում խորանալ, ավելի եմ ուզում քայլել այդ ջրերի վրայով։ Գիտես, միգուցե Պետրոսը ջրերի վրա քայլեց, որովհետև ինքը այնտեղ այն մի անգամ, երբ որ Հիսուսին արթնացրեցին, հա, հոգը չէ, մեղադրեց Հիսուսին, որ իբր նրա հոգսը չէ, որ նրանք խորտակվում են։ Եվ հետո տեսավ, որ չէ, Քրիստոսը լավ էլ իշխանություն ունի բնության երևույթների վրա։ Միգուցե դրանից իր ներսում հավատքը եկավ նոր մակարդակի վրա եւ ինքը ավելի խիզախ եղավ այս անգամ, որ ասեց, ասա ինձ, եթե դու ես գամ քո մոտ։ Քանիսիդ հետ վստահ եմ, շատերիդ հետ Տերը խոսել է ձեր կոչումների մասին, ձեր նպատակների մասին, ձեր երեխաների մասին, ոչ թե ձեր նպատակների, այլ իր նպատակների մասին ձեր հետ կապված։ Վստահ եմ, որ ձեզնից շատերը լավ գիտեն Տերը ինչի է սպասում։ Եթե դու չես խիզախվում, Պետրոսի նման ոտքդ հանես դուրս, սկսի հռչակել ով է Քրիստոսը քո համար, շատ խոսիր դրա մասին։ Քո աղոթքների մեջ ոչ թե արի ցուցակով, Աստվածի մեսի չունեմ, էսի է պետք է, Տերը գիտի։ Ես չեմ ասում կարիքների համար աղոթելը վատ բան է, բայց աղոթել միայն կարիքների համար, սիրելիս, դա շատ վատ բան է։ Նշանակում է մենք չունենք հորը։ Մենք ունենք ուղղակի մի մատակարարի մեր կյանքում, բայց Հայրը ուզում է, որ մենք իր սրտին մոտիկ լինենք։ Այն ժամանակ ինքը կլրացնի մեր կարիքները։ Կլրացնի այդ ժամանակ։ Միչև մենք հասկանում ենք, որ մենք այսինչ բանի կարիքը ունենք, դուք չեք պատկերացնում, նա գիտի դա, նա արդեն այդ պատասխանը ուղարկում է։ Ու մեզ թվում է, վայ, աղոթեցի, պատասխանը դուռը ծեծեց։ Այդ ո՞նց եղավ, երկնքից միանգամից ընկավ քո դռան մոտ, ոչ, Տերը նախապես գիտեր։ Նա պատրաստել էր ճանապարհը, որ երբ որ դու կանգնես այդ խնդրի առաջ եւ հավատքով ձեռքդ մեկնես, պատասխանն արդեն քո դռանն է։ Երբևէ տես չեք մտածել, որ նա չի սպասում մեր կարիքների ցուցակի ներկայացնելու, նա հայր է։ Նա հայր է։ Քո երեխան չպիտի գա քեզ ասի, գիտես ինչ, ոտքս մեծացել, անցած տարվա ընտիր սապոկները ոտքերից չի լինում։ Դու ծնող ես, դու գիտես, նա բոյ է քաշել 15 սանտիմետր արդեն։ Չի լինի, ինչքան էլ լավը լինի, դու նախապես հոգում ես, չես սպասում ձմեռը գա ինքը սառի, հիվանդանա, բուժում անցնեք նոր գնաս, ասես հա, փաստորեն սապոկ էր պետք ես։ Մենք այդպես չենք անում։ Բա ինչի ենք մտածում, որ Աստված է տենց։ Գիտեք, Հեսու առաջին գլխում կարդում ենք, որ Մովսեսը մահացել էր արդեն եւ Տերը ընտրել էր Հեսուին, որ ժողովրդին անցկացներ։ Եվ Հեսուին շատ զորավոր մի բան ասում։ Ասում այն ինչ որ խոստացել եմ Մովսեսին, կտամ քեզ, քո հետ կլինեմ, ոնց որ Մովսեսի հետ էի, ու ասում այս օրենքի գիրքը քո բերանից չհեռանա։ Միայն թե այս օրենքի գիրքը քո բերանից չհեռանա։ Եթե ապա, այսօր ընծայի խոսքի ժամանակ մենք լսեցինք, եթե չհեռանա օրենքի գիրքը մեր բերանից, ինչ է ասում Տերը։ Ասում այն ժամանակ ճանապարհները հաջողակ կանես եւ այն ժամանակ խելամոտ կլինես։ Միթե մենք մեր կյանքում հաջողություն չենք փնտրում։
Ախր ինչ անում ենք, ուզում ենք հաջողվենք, չէ՞։ Դրա համար, այդ ապայի համար, եթե կա, բանալի կա։ Եթե իմ խոսքը քո բերանին մնա։ Բայց պարզում է բերանին մնալ, դա չի նշանակում ուղղակի խոսքը ասել։ Դա նշանակում է անդադար հռչակել, դա նշանակում է հնազանդվել այդ խոսքի իշխանությանը։ Դա նշանակում է հավատալ այդ խոսքին։ Ցնցողա, Տերը, Տիրոջ մոտ ամեն ինչ այնքան պարզ է։ Չգիտեմ, խի մենք բարթացնում ենք։ Մենք բարթացնում ենք, մենք թռնում ենք այդ եթեները եւ ուզում ենք ապաները արագ գան։ Չի լինի, սիրելիս։ Բոլորդ գիտեք, որ չի լինի։ Եկեք մի աղոթք անենք։ Բարձրանանք ոտքի եւ միասին մի աղոթք անենք։ Գիտեք, երբ որ վերջին անգամ Հովիվը այստեղ քարոզում էր, ինքը խոսեց, որ խաղաղությունը դա վիճակ չէ։ Հիշում եք։ Բարձրացեք։ Որ խաղաղությունը դա վիճակ չէ ուղղակի, դա Տիրոջ ներկայությունն է մեր կյանքում։ Սիրելի եկեղեցի, ես հավատում եմ, որ դու այս խոսքի հետ աշխատել ես։ Դու աշխատել ես, որ ոչ թե կռիվ տաս, որ ինչ որ հարցում խաղաղություն պայես քո սրտում, այլ դու աշխատել ես խոսքի հետ, որ խոսքը քո սրտի մեջ բերի խաղաղությունը, որտեղ խոսքը Քրիստոսն է։ Եվ Հովհաննես 14:27-ում Տերն ասում է. խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, ոչ թե ինչպես աշխարհն է տալիս ձեզ, այլ ես եմ տալիս ձեզ, ձեր սիրտը չխռովի եւ չվախենա։ Գիտես, Տերն ասես տվել եմ, ուրեմն ես Աստծո ձայնն եմ։ Երբ որ դժվար է, ես ասում եմ, Տիրոջ ներկայությունը իմ մեջ է, խաղաղությունը իմ մեջ է ապրում։ Տերը խոստացել է եւ տվել է արդեն այդ խաղաղությունը ինձ։ Ես հրաժարվում եմ ամեն փոթորիկներից, ես հրաժարվում եմ ամեն անհանգստացնող բաներից։ Այո, իրավիճակը սարսափելի է, թվում է, որ այդ ալիքները հեսա կլցվեն քո նավը շուռ կտան։ Դու կհայտնվես ծովի խորքում, բայց ես չեմ նայում դրան, ես նայում եմ խոսքին։ Ու ես խոսում եմ այդ խոսքը։ Եվ Հիսուսը մի բան ասեց, ինձնից սովորեք, որ ես հեզ եմ եւ սրտով խոնար։ Ինձնից սովորեք։ Եվ ձեր անձերի համար հանդարտություն կգտնեք։ Եթե, ապա ուզում ես հանդարտություն, ուրեմն սովորենք Հիսուսից։ Չենք ուզում հանդարտություն, ուրեմն ստից չասենք, որ մենք հավատում ենք, աղոթում ենք, էս ենք անում, են ենք անում։ Մեր կյանքի օրերից են գնում այդ կեղծավոր խոսքերը, գողանում են մեր կյանքի օրերը։ Եկեք անկեղծ լինենք Տիրոջ հետ։ Անկեղծ լինենք։ Ամեն։ Եկեք այսպիսի մի աղոթք անենք։ Ասա ինձ հետ միասին, ասա Տեր, սովորեցրու ինձ հրաժարվել հոգսերից։ Սովորեցրու հրաժարվել բեռներից։ Օգնիր, որ ես քեզնից հեզություն սովորեմ։ Եվ խոնարհություն։ Եվ ձեռք բերեմ կատարյալ հանգստություն իմ անձի մեջ։ Օգնիր, որ ես քո ձայնը լինեմ իմ կյանքում։ Որ ես ճանաչեմ ճշմարտությունը եւ ազատ լինեմ այդ ճշմարտությունով։ Որ ես քո պես անձև ու դատարկ իրավիճակներին լույս խոսեմ, քո լույսը խոսեմ, քո ներկայությունը ազատագրեմ եւ տեսնեմ դա գործի մեջ, տեսնեմ դա արարված, որ ես ոչ թե փոթորիկի մեջ սուզվեմ, խորտակվեմ, այլ ես տեսնեմ քեզ ինձ կանչելիս եւ զանազանեմ քո ձայնը, որ դու ասում ես եկ եւ գամ փոթորկի մեջ, ջրերի վրայով, անհնարին իրավիճակների միջով, գամ այնքան հաստատուն քայլերով, ինչպես կքայլեի ցամաքի վրայով։ Շնորհակալ եմ Հիսուս, որ դու ինձ զորացնում ես, սովորեցնում ես, լինել քո ձայնը իմ կյանքում, հասկանալ քո խոսքը, որը դու ես, եւ խոսել ու խոսել քո ճշմարտությունը։
եւ տեսնել այն ձև ստացած ամեն անձև իրավիճակի մեջ։ Շնորհակալ եմ Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Հալելույա։ Փառք Աստծուն։ Ամեն անգամ Աստված ուղարկում է իր խոսքը եւ բժշկում է մեր սրտերը։ Հիասքանչ է, որ մենք կարող ենք լսել Աստծո խոսքերը։ Ուզում եմ խոսքս հատուկ ուղղեմ բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ դիտում են մեզ։ Հիսուս քեզ շատ սիրում է։ Նա ամեն բան դրել է զոհասեղանին, որ դու կյանք ունենաս այսօր եւ առավելին ունենաս։ Այս աշխարհում կա մեղք եւ մեղքը սպանում է մարդկանց, տանջանքի մեջ է բերում մարդկանց։ Ուզում եմ մի հատված քեզ համար ընթերցեմ Եսայիա մարգարեության 53-րդ գլխից։ Հավատում եմ, որ նա շատ օգտակար կլինի քեզ համար։ Ով հավատաց մեր լուրին եւ Տիրոջ բազուկը ում հայտնվեցավ, որտեւ նա մատաղատուղինքի պես դուրս եկավ նրա առաջին եւ արմատի պես ծարավուտ երկրից, ոչ կերպարանք ուներ, ոչ էլ վայելչություն, եւ մենք տեսանք նրան եւ մի տեսք չկար, որ նրան ախորժեինք։ Նա անարգված էր, մարդկանց երեսից ընկած, հարվածների տեր եւ ցավի տեղյակ եղավ, եւ մի այնպիսին, որից պետք էր երես ծածկել, անարգված էր եւ մենք նրան ոչինչ էինք համարում։ Հիրավի նա մեր ցավերը վեր առավ եւ մեր վիշտերը բեռնեց իր վրա, բայց մենք նրան պատոհարված էինք համարում, Աստվածանից զարկված եւ նկուն եղած։ Բայց նա մեր մեղքերի համար վիրավորվեցավ եւ մեր անօրենությունների համար հարվածվեցավ։ Մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ եւ նրա վերքերով մենք բժշկվեցանք։ Մենք ամենքս մոլորվածների պես ման էինք գալիս, յուրաքանչյուրս մեր ճանապարհներում, եւ Տերը նրա վրա դրեց մեր ամենիս մեղքը։ Սիրելի բարեկամ, այսօր դու ունես հնարավորություն կյանքդ նվիրելու Հիսուսին։ Ու ես հավատում եմ, որ երբ որ այս աղոթքը դու ինձ հետ միասին կբարձրացնես, Հիսուսը կգա քո սրտի մեջ, կդառնա քո Տերը եւ Փրկիչը, եւ քեզ օգնություն կտա, փրկություն կտա, կյանք կտա։ Ուստի աղոթի այս աղոթքը ինձ հետ միասին։ Ամենակարող Աստված, ես խոստովանում եմ քո առջև, որ ես մեղավոր մարդ եմ ու քո ողորմության ու փրկության կարիքն ունեմ։ Խնդրում եմ Հիսուս, որ քո սուրբ արյունով մաքրես իմ բոլոր մեղքերը, իմ բոլոր չարությունները, որ ես արել եմ քո առաջին։ Քո սուրբ արյունով մաքրի եւ բնակվի իմ սրտի մեջ, դարձիր իմ կյանքի Տերը եւ իմ կյանքի Փրկիչը։ Հայր Աստված, շնորհակալություն եմ հայտնում, որ դու ընդունում ես ինձ մեղավորիս եւ որդի ես դարձնում քո արքայության մեջ։ Հիսուսի անունով ես հրատարակում եմ երկնքի առաջ, հանրության առաջ եւ դժոխքի առաջ, որ Հիսուս Քրիստոսը իմ կյանքի Տերն է եւ իմ կյանքի Փրկիչը։ Ամեն։ Եթե դուք այս աղոթքը արել եք, հավատացեք, որ Հիսուսը հիմա ձեր մեջ է, ձեր հետ է, ձեր թիկունքին կանգնած է, ձեր սրտի մեջ թագավորելու է, ձեզ պետք է գտնել մի եկեղեցի, տեղական եկեղեցի, որտեղ կարող եք տնկվել, հաստատվել եւ ձեր հարաբերությունը ինչպես ընտանիքի մարդ զարգացնեք, ճանաչեք եւ առաջխաղացում ունենաք եւ շարունակեք Հիսուսին ճանաչել։ Նա սիրում է ձեզ։ Եղեք օրհնված։ Փառք Աստծուն։ Տերը հիասքանչ գործերը անում ու մեզ ընդգրկում այդ գործերի մեջ, մեզ մասնակից է դարձնում, ինչպես մենք կարող ենք մասնակից դառնալ ավետարանի գործին, մեր նվիրատվություններով եւ մեր ընծաներով։ Աստծո խոսքը ասում է, որ նա առատապես մատակարարում է մեզ յուրաքանչյուրից, որ մենք կարողանանք համ վայելենք, համ բավականություն ունենանք, բայց նաեւ ամեն բարի գործի համար նաեւ պատրաստ լինենք։ Ուզում եմ մի հատված ընթերցեմ ձեզ համար առաջին Տիմոթեոսի 6-րդ գլխի 17-րդ խոսքից։ Ներկա աշխարհի հարուստներին եւ բոլորին պատվեր է տրված, որ մեզանից յուրաքանչյուրս հույսներ չդնենք նյութական բաների վրա, այլ մեր հույսը կապենք Աստծո հետ։ Ու շարունակություն այսպես ասում, որ ամեն բան տալիս է մեզ առատապես վայելելու համար։ Բարի գործենք, բարի գործերով հարստանանք, առատաձեռնորեն նվիրատվություններով, օգնություններով, ընծաներով օգնություն լինենք ամեն կարոտին եւ ամեն մի գործին, որ ավետարանը
բերում է այս աշխարհի մեջ։ Եվ այս ամենի մեջ Աստծո խոսքը ասում է, որ նրա մենք յուրաքանչյուրս մեր նվիրատվություններով մենք մասնակից ենք լինում հավիտենական փրկության գործին։ Ոստի կոչ եմ անում, որ ձեր նվերները եւ ձեր ընծաները դուք չպահեք ու հույսներ չդնեք դրա վրա, այլ աջակցեք, մասնակից լինեք եւ ամեն բարի գործի մեջ հաջողված լինեք։ Օրհնում եմ ձեզ եւ թող Տերը լրացնի ամեն կարոտություն, որ ունեք ձեր կյանքում, ձեր ցանկսի, ձեր հունցքի միջոցով։ Աստված օրհնի ձեզ եւ բարձրացնի ձեզ։ Եղեք շատ օրհնված։ Սիրելի բարեկամ, քո նվիրատվությունները կարող ես փոխանցել հետևյալ հաշվեհամարին. Աստված օրհնի քեզ։